Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, իհարկե տխուր է, որ ծննդյանս օրվա կապակցությամբ մեր ընդդիմադիրները դահլիճում չեն, որովհետև շատ ավելի հաճելի է եւ նպատակահարմար է խոսելուց դիմացինի հետ խոսես իրենց աչքերի մեջ նայելով։ Եվ ինչ վերաբերում է պարոն Վարդանյան, ես մեծ մասին նկատի ունեմ, ես ձեր փոքր սաստավը նկատի չունեմ։ Նախ եւ առաջ կառավարության ծրագրի վերաբերյալ պետք է ասեմ, որ պարոն վարչապետ, շնորհակալություն ձեր զեկույցի համար։ Բավականին համապարփակ ծրագիր է, բայց ինձ համար անձնապես երկու հատ կարևոր կետ կա։ Նախ, որ ինքը բավականին բովանդակալից է, բայց երկրորդ եւ ամենակարևորը հնարավորինս մատչելի է կառավարության ծրագիրը եւ պարզ լեզվով է գրած, հասկանալի է։ Եվ երբ որ մեր ընդդիմադիրները ասում են, որ կար կառավարության 21 թվի ծրագիրը, որոնցում որ կան կետեր, որոնք որ միգուցե չեն իրագործվել կամ կիսատ են իրագործվել, դա բավականին բնական արձագանք է իրենց կողմից, բայց խնդիրը կայանում է ինչու՞մ ըստ իս, նրանում, որ չեմ կարծում, որ գոյություն ունեն ծրագրեր, առավել եւս 5-ամյա ծրագրեր, որոնք որ բարեփոխումների շրջանակում են տեղի ունենում, որտեղ որ դու A-ից B կետ հստակ ժամանակում կարողանաս հասնես վերջնական նպատակին, որտեղ ժամանակակից աշխարհը շատ ավելի դինամիկ է եւ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք որ կարող են իրականում վերջնական նպատակից քեզ խանգարել հասնել եւ երբ որ 21 թվականի ծրագիրը օրինակ ես ինքս կարդում էի, որոշակի առումով ինձ համար էլ կար հարցեր, որ պատկերացման տեսանկյունից ինձ համար բարդ էր պատկերացնել, թե ոնց ենք հասնելու մենք այդ նպատակին եւ խնդիրը ինչումն էր, խնդիրը նրանում էր, որովհետեւ բոլորս էլ հիշում ենք 20 թվականին այն ահետները ու ճգնաժամերը, որոնց միջով մենք անցել ենք, եւ փաստացի 21 թվականի ծրագիրը որոշակի առումով խալխլված հիմքերի վրա է գրված եղել եւ ինչումն է այս ծրագիրը այդ տեսանկյունից այլ ավելի հավակնոտ եւ ես կասկած չունեմ, որ արդյունավետության տեսանկյունից այլ ավելի արդյունավետ է լինելու, որովհետեւ այս 5 տարվա ընթացքում կատարած աշխատանքը հանդիսանալու է ապագայի անելիքների հիմքը առավել եւս հաստատված խաղաղության պայմաններում։ Իհարկե ծրագրի մեջ կան նաև բաներ, որոնք որ որոշակի առումով կարող ենք դիտարկել, որ դեկլարատիվ տեսանկյունից են գրված, բայց իրենց բացվածքը պետք է հետագա աշխատանքի շրջանակում մենք իրար հետ աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ կետերը նաև մեր հանրության առջև եւ հանրության համար լինեն շատ ավելի հասկանալի, ընդունելի եւ շոշափելի նյութապես մեր հանրությունը դա զգա։ Հիմա ես մի 20 օրած դե սպասել եմ այդ պահին իրականում եւ 3 այդ պահը տեղի է ունեցել, որովհետեւ ես առաջի օրվանից սկսած, երբ որ այստեղ խոսք է բարձրացվել Բաքվում պահվող մեր հայրենակիցների մասին, ես կասկած չեմ ունեցել, որ այդ պահը գալու է։ Եվ այդ պահը 3 եկել է, այդ պահը այն մասին է, երբ որ մեր գործընկեր Տիկին Ավետիսյանը Բաքվի բանտից դեպի Հայաստան ուղղված ուղերձը բարձրաձայնում է այստեղ։ Ինձ համար լրիվ նորմալ է, երբ որ Տիկին Ավետիսյանը գալիս է այս ամբիոնի մոտ եւ ասում է, որ Բաքվում մենք ունենք հայրենակիցներ, որոնք բանտում են պահվում եւ որոնց վերադարձը օր առաջ պետք է տեղի ունենա, դա լրիվ բնական է եւ անբնական կլիներ, երբ որ լիներ մի հայ, որ չմտածեր եւ չաշխատեր այն ուղղությամբ, որpիսի այդ մարդիկ ի վերջո պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Բայց իդեպ նաև միանշանակ պետք է ասեմ, պարոն վարչապետ, ի պատիվ ձեզ, ես կիսում եմ ձեր չարձագանքը, որովհետև ոչ մի ձև չեմ կարողանում, չգիտեմ որքանով ճիշտ կլինի այդ բառը ասել, բայց պետք է ասեմ, մարսել, թե ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար, միգուցե անգամ անձնական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է բանտում, այն էլ այլ երկրում։ Առավել եւս կարող եմ ձևակերպել մեր ընդդիմադիրների բառապաշարով, մեր հարևան մեր ընդդիմադիրների համար ի՞նչ է։ Թշնամի է։ Ոնց կարելի է այդ պահը հաշվի չառնել եւ
գալ այդ ուղերձը այստեղ հնչեցնել, այդ ուղերձը չի կարող պատասխան ստանալ։ Բացառված բան է, որ մենք այդ ուղերձին պատասխանենք, որովհետև եթե պատասխանենք, կնշանակի մենք իջնում ենք մեր ընդդիմադիրների մակարդակին եւ այդ խոսակցությունը լինելու է շատ ավելի կոշտ եւ կարող է մտնել անգամ անձնական դաշտ։ Այդ տեսանկյունից նաեւ Տիկին Ավետիսյանին մի խորհուրդ եմ ուզում տամ, այս դահլիճում կա մի հոգի մարդ, մենք բոլորս իրավունք ունենք, քաղաքական լեգիտիմություն ունենք, Բաքվում պահվող մարդկանց մասին խոսալ, բայց կա մի մարդ, որը նաև ունի անձնական լեգիտիմություն, դա մեր հարգելի գործընկեր պարոն Մանուկյանն է, որը ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում եւ Տիկին Ավետիսյանի ուշադրությունն եմ հրավիրում, ես յա խորհուրդ եմ տալի գնա եւ պարոն Մանուկյանի ելույթները ուսումնասիրի եւ տեսնի 23 թվականից ի վեր պարոն Մանուկյանը քանի անգամ է այս ամբիոնի մոտից բարձրաձայնել Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ։ Եվ ես տենց միանշանակ չէի պնդի, որ բազմաթիվ առավել եւ մի խորհուրդ էլ կտամ, երբ որ հարց կծակի, թե ինչու է դա տեղի ունեցել, անձնական լեգիտիմություն ունենալով հանդերձ մի քանի անգամ, Տիկին Ավետիսյանին խորհուրդ կտամ գնալ եւ այդ հարցը քննարկել պարոն Մանուկյանի հետ, ինչու ոչ նաեւ իմ նախկին ոչ անմիջական հրամանատար պարոն Դավիթ Մանուկյանի ընտանիքի անդամների հետ եւ իր համար գուցե այլ ավելի པարզ կլինի, թե ինչու համար այս ամբիոնից այդ ոճով եւ այդ նպատակներով, ոչ ազնիվ նպատակներով, որ այդ հարցը չի կարելի բարձրաձայնել, բայց միանշանակ է, որ բոլորս պարտավոր ենք տարբեր միջոցներով աշխատել, որպիսի մեր Բաքվում պահվող հայրենակիցները օր առաջ հայտնվեն Հայաստանի Հանրապետությունում եւ կարամ մի խորհուրդ էլ եւս տամ, կարամ Տիկին Ավետիսյանին խորհուրդ տամ, օրինակ դիմի իր ֆրակցիայի ղեկավարին եւ ֆրակցիայի ղեկավարը դիմի իր հորեղբորը, պարոն Սամվել Կարապետյանին, որպես Ռուսաստանում մեծահարուստ մարդ, որ գուցե իր կապերով փորձի մեր հարևան երկրի այլ մեծահարուստ ընտանիքների միջոցով ինչ-որ ձևի, որոնց հետ միանշանակ կասկած չունեմ ունի նաև փոխհարաբերություններ նաև գործընկերային, այսինքն գրեթե չեմ կասկածում, որ ինչ-որ միտեղ կարող են իրանց այնտեղ տնտեսական շահերը համընկնել, փորձի նաև այդ ձևով ազդել այն գործընթացի վրա, որպեսզի Բաքվում պահվող մեր հայրենակիցները ի վերջո վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Եվ մեծ աշխատանք ունենք անելու հարգելի գործընկերներ, թե մենք, որպես կառավարող ուժ, թե մեր ընդդիմադիր գործընկերները, որպես ընդդիմադիրներ, ինչպես որ նաև անձնապես այս ամբիոնից խոստացել եմ, մեր ընդդիմադիրները շատ ավելի արդյունավետ են աշխատելու առաջիկա 5 տարվա ընթացքում, որովհետև յուրաքանչյուր հարց, որոնք որ իրանք այստեղից բարձրաձայնում են, պետք է ցուցաբերեն հետևողականություն եւ գնան հասնեն այդ խնդիրների լուծումներին, եթե իհարկե իրենց մհումներում ազնիվ են, անկեղծ են եւ իրենց նպատակը բացառապես այս կամերայի առջև լավը Երևանը չէ, այլ իրական Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության եւ մեր ժողովրդի բարեկեցության ապրելու նպատակներ են։ Այսքանը շնորհակալություն, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք։